Բարև ձեզ։ Վենեսուելան փորձում է վերականգնվել վերջերս տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից հետո, որը հազարավոր զոհերի, ավերածությունների եւ վիրավորների պատճառ է դարձել։ Երկրում նաեւ ունենք հայ համայնք, թե ինչ իրավիճակ է այնտեղ, այս պահին կզրուցեմ Վենեսուելայի հոգևոր առաջնորդ գերաշնորհ Տեր Պետրոս եպիսկոպոս Մանուելյանի հետ։ Սրբազան հայ, շնորհակալ եմ, որ միացել եք մեզ։ Ինչ վնասներ է կրել հայ համայնքը երկրաշարժի հետևանքով, արդյոք կան զոհեր, վիրավորներ կամ անհետ կորածներ հայերի շրջանում։ Շնորհակալ եմ ես առաջին հերթին այս առիթին համար եւ մեզ մոտ հետաքրքրվելու համար։ Բարեբախտաբար հակառակ աղետալի երկրաշարժին Վենեսուելայի մեջ հայկական համայնքը չունի ոչ մեկ մարդկային զոհ, վիրավոր կամ անհետ կորած։ Հայկական համայնքի կորուստները միայն նյութական են, եկեղեցին եւ ակումբը քիչ վնասված է եւ նաեւ ունենք հայեր, որոնք կորսունցած են իրենց տուները եւ կամ բոլորովին անփնագելի են։ Քանի որ 10,000-ից ավելի մարդ էր անօթևան մնացել ավերածություններից հետո, այսինքն կարող ենք ասել, որ այս պահին անօթևան որևիցե հայ չկա, այո։ Անշուշտ չկա ոևէ անօթևան հայ եւ հակառակ անոր որ առաջին իսկորեն եկեղեցին եւ դպրոցը մենք փակ սկած էինք հայության արչեւ, սակայն բարեբախտաբար ոչ մեկ հայ անդում կամ անօթևան չէ մնացած։ Իսկ ընդհանուր առմամբ տեղի բնակչությանը ինչ մարդասիրական օգնություն է տրամադրվում այս օրերին։ Ուրեմն այսօր աշխարհում մեկ օգնության ցերկ կերկարվի Վենեսուելային մենք մեր գարկին հայ եկեղեցին եւ հայկական ակումբը արդեն վերածած են օգնության կենտրոնի եւ մենք ալ օգնություն կդրամատրենք մեր դիգինները դեղացի, սուրիացի, լիբանանցի դիգիններու հետ միասնաբար գերագուր կպատրաստեն, դակ գերագուր կպատրաստեն ամեն օր թե դուժազներուն օգնողներուն բոլորին հասնելու համար, այլև նաեւ բզդիկներու հագուստներ եւ իրեղեններ նաեւ կդրամատրվին ամեն տեսակի թեղորայք, ամեն տեսակի օգնություն, որ այս օրերուն գարիկը կա, կփորձենք հասնել, ասենք Վենեսուելայի ժողովրդին։ Ինչպես նշեցիք, այդտեղ ունենք եւ հայկական դպրոց եւ եկեղեցի։ Հետաքրքիր է նշեցիք, որ նաեւ որոշ վնասներ են կրել շինությունները։ Ինչ չափի են այդ վնասները եւ օրինակ որքան ժամանակ եւ ինչ ֆինանսական ծախսեր են ենթադրում դրանք վերականգնելու համար։ Այո, ճշգրիտ չեմ գնարսել, թե ինչքան կարժե այդ նորոգությունները, բայց եւ այնպես այդքանալ մեծ չեն եւ չեմ գարդել, որ շատ ծախսի բիդինայի եւ ոչ էլ շատ ժամանակ կգտել եմ մեզ։ Ասացիք, որ եկեղեցին դարձել է բարեգործական, այսպես օթևան կարելի է ասել տեղի հայերի համար։ Հետաքրքիր է բացի սննդից, ինչ այլ անհրաժեշտ պարագաներով եք փորձում օգնել տեղի հայերին եւ նաեւ ինչ կարիքներ կան, ինչ կարիքներ ունեն այս օրերին նրանք։ Այո, եկեղեցին օգնության կենտրոն դարձած է ոչ միայն հայերուն, այլև ամբողջ վենեսուելացիներուն համար, որովհետև այստեղի օգնությունը, որ մենք կկատարենք, ընդհանրապես գերտա այն շրջանները, որոնք ամենայն շատ կարիք ունին այս օրերուն, օրինակ համար Լագուերայի շրջանը, որ ամենայն վնասված շրջանները մեկն է, եւ բարեբախտաբար այդտեղ ապրող հայեր չունենք։ Հետևաբար օգնությունը ընդհանրապես ավելի ուտելիք, ջուր եւ թեղորայքի հետ կապված օգնություններ են եւ ինչպես ասի ոչ միայն հայ համայնքին, այլև ամբողջ Վենեսուելայի ժողովրդին համար է։ Իսկ էլեկտրաէներգիա, ջուր եւ ինտերնետ կապ նաեւ այս առումով ինչ դժվարություններ կան այս օրերին։ Ընդհանրապես արդեն իսկ Վենեսուելայի մեջ երբեմն այս էլեկտրականության ջուրի դժվարությունները կլան այս օրերուն անշուշտ է անոնց ասենք ավելի սկսել են շատնալ այդ դժվարությունները, բայց բարեբախտաբար եկեղեցու եւ ակումբի շրջանը այդպիսի դժվարություններ չունենք։ Դուք ինչպես գիտեմ Կարակասից եք միացել, այո, այս պահին։ Այո, Կարակասի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցիով ասենք գրասենագեն միացած եմ ցեզի այս պահում։ Կարակասի մեջ մենք ավելի կան 70 տարի է համայնք ունենք հայկական ամբողջ Վենեսուելայի եւ անշուշտ Կարակասի մեջ եւ մեր գետրոնը, մեր եկեղեցին եւ մեր գետրոնը ակումբը հայկական կգտնվի Կարակասի մայրաքաղաքի մեջ։ Այսինքն կարող ենք ասել, որ նաեւ հայերի մեծ մասը բնակություն են հաստատել հենց Կարակասում։ Այո, եթե Վենեսուելայի ողջ տարածքին ունենք, անշուշտ մեծամասնությունը կգտնվի Կարակաս,
բայց ամբողջ Վենեսուելայի մեջ մենք ունենք հայկական համայնք։ Իսկ տեղեկություններ ունեք, թե մոտավոր որքան են հայերը Վենեսուելայում։ Բայց եւ այնպես վերջի 10 տարիներու ընթացքին, որովհետեւ շատեր գաղտած են եւ ցկած են Վենեսուելան, սակայն այսօր ամբողջ Վենեսուելայի մեջ 2000-ին 2500 հայ գաբրի։ Իսկ տեղյակ եք, կան հայեր, որոնք երկրաշարժի հետևանքով որոշել են օրինակ գալ Հայաստան կամ տարբեր երկրներ գնալ։ Չեմ կարծել, ես նման դերակցություն չունիմ։ Այս բայի դրությամբ դակավին չեմ կարծել, որ մեկը այդպիսի մտայնության մեջ է, որովհետև դակավին ոչ ոք ինքնին կդած է։ Միմիայն մեկ շաբաթ եղավ երկրաշարժի, ասենք, պատահարը եւ դակավին բոլորս ասենք վախի հոգեգան ջնշումի այդ մթնոլորտի մեջ են դակավին։ Իսկ այս օրերին տարբեր կառույցներ Վենեսուելայում կլինեն նաև ոչ հայկական կառույցներ, ինչպես են գործում, այսինքն դպրոցներ, համալսարաններ։ Երկրաշարժին ամիջապես հետ արդեն բոլոր դպրոցները, համալսարանները փակ են եւ երեք Վենեսուելայի կառավարությունը հայտարարեց 7 օրվա սուկ ասենք զոհվածներու եւ անհետ կորածներու հիշատակին։ Այսպիսի ավերիչ երկրաշարժ կարծես թե տարիների ընթացքում չէր եղել Վենեսուելայում։ Հետաքրքիր է տեղի իշխանությունները նաև որքանով էին պատրաստ նման աղետի եւ այս օրերին ինչ գործողություններ են կատարում, որպեսզի տեղի բնակչությունը կարողանա հնարավորինս շուտ բնականոն կյանքի վերադառնալ։ Մեր համայնքի դարեցները ինձ պատմեցին, որ նման երկրաշարժ վերջերս իրենք ապրած էին ճիշտ 59 տարի առաջ 1967-ին։ Անշուշտ որ այսքան ուշքնությամբ չէր եղած, ավելի թեթև էր։ Վստահաբար որ կառավարությունն ասենք ներկա իշխանությունն ամբողջական պատրաստակամությունը չուներ, բայց եւ այնպես Վենեսուելայի մեջ միշտ երկրաշարժի մասին գխոսին, որովհետեւ չէին մոռացած 1967-ի ասենք երկրաշարժը եւ անգե հետ դեր ունեցած այսպես ասած փոքր երկրաշարժները, բայց վստահաբար այսքան զորավոր երկրաշարժի պատրաստակամություն չունեին։ Սրբազանահայր նշեցիք, որ մոտ 70 տարի է ինչ հայերը հաստատվել են Վենեսուելայում։ Հետաքրքիր է այս աղետը նաև որքանով է ազդել բնակչության հայերի մշակութային կյանքի, միջոցառումների եւ ընդհանուր կյանքի վրա։ Պետք է ասել, որ որովհետեւ արդեն հայկական համայնքի տիպը բավականին նոսրացել է, արդեն իսկ որոշ չափով թե մշակութային, թե ազգային մեր կյանքը սկսած էր, այսպես ասած, կորոնային հետ հատկապես դգարանալ։ Հիմա անշուշտ որ այս երկրաշարժը անշուշտ իր հետ կմիտի ցկե, բայց եւ այնպես կգարձենք, որ պետք է ամիջապես իդ սկսենք աշխուժ մեր կյանքին երկրաշարժային ամիջապես իդ։ Բայց դակավին հստակ չենք կնարեցել, որ որքան այս երկրաշարժը պիտի ցկե իր հետքը եւ որքան ժամանակ կուզենք, որպեսզի կարողանանք դոտապել այս երկրաշարժի ասենք հետևանքները։ Քանի որ մենք տեսանք, որ տարբեր երկրներից օգնություն տրամադրվեց Վենեսուելային, հատկապես ԱՄՆ-ից հարյուրավոր զինվորներ եկան, որպեսզի տեղում կարողանան նաև օգնություն տրամադրել երկրին, հետաքրքիր է նմանատիպ միջազգային օգնությունը ինչպես է օգնում Վենեսուելային այս օրերին վերականգնվել։ Այո, աշխարհի տարբեր երկրներեն արդեն օգնություն կդրամադրվի եւ օգնության ասենք մարդիկ կան օգնելու։ Երկու օրեր առաջ մենք հանդիպում ունեցանք Սուրիո տեսփանին, ասենք կազմակերպությամբ Սուրիային եկած մարդասիրական օգնություն դրամադրող անձերուն հետ եւ ինչպես որ իրենք ասին, այս բայի դրությամբ աշխատին ամենեն շատ դուժած Լագվերա շրջանը, Զովեզերիա շրջանը, որ ամենեն շատ ասես այսպես ասած վնասը գրեց այս երկրաշարժեն եւ անշուշտ որ ունին իրենց առաջնահերթությունները ինչ որ իրենք բացատրեցին մեզի ուր ավելի մարդկային ասենք ապրումի նշաններ ցույց կդրվի որ շենքերում դա եւ այլն եւ այդպիսի ասենք իրենց առաջնահերթությունները մեկնած իրենք կփորձեն այսօր ցերկ երկարել ասենք Վենեսուելայի ժողովրդին։ Շատ լավ, նշեցիք, որ միայն հիմնականում մեկ շրջան է ավելի շատ ավերվել երկրաշարժի հետևանքով, իսկ Կարակասում հիմնականում ինչ շենքեր, շինություններ են ավերվել։ Բացի իհարկե, ինչպես նշեցիք, հայկական դպրոցը եւ եկեղեցին։ Կարակասում տարբեր շրջաններում մեջ
մի քանի շենքեր է, որ ամբողջությամբ գործանած են եւ այսօր գետնի հավասարված են, կարելի է ասել 4 կամ 5 Կարակասի մեջ ասենք այդ շենքերու թիվը, բայց եւ այնպես Կարակասեն դուրս Լագուերա շրջանը ամենաշատ դուժած շրջանն է, որ ավելի քան 10-15 շենքեր ամբողջությամբ գետնի հավասար դարձած են։ Եվ առաջիկա օրերին արդեն հայ համայնքում ինչպես են շարունակվելու բարեգործական աշխատանքները, կարիքների գնահատում արդյոք դեռ իրականացվում է թե ոչ եւ ընդհանրապես ինչպես եք պատկերացնում հետագա արդեն աշխատանքների ընթացքը։ Այս պահի դրությամբ արդեն տրամահավաք կկատարվի աշխարհում մեկ օգնելու Վենեսուելայի հայության, անշուշտ որ որոշ ժամանակ մեկ հետ պիտի գնահատական կատարվի, ասենք այն հայերը, որոնք վնասներ ունին, որոնց տուները ամբողջությամբ ասենք վնասված են, եւ ըստ այնմ այդ օգնությունը պիտի տրամադրվի բոլորին եւ անշուշտ նաեւ պիտի նորոգվի եկեղեցին եւ ակումբը։ Այսինքն նկատի ունեք, որ տարբեր երկրներում գտնվող սփյուռքահայ համայնքները դրամահավաք են սկսել, այո։ Այո, տարբեր երկրներում արդեն իսկ գտնվող մեր սփյուռքահայերը, նախկին Վենեսուելա հայերը, Ամերիկա հայերը, Արժանտինեն, Բրազիլիան եւ ամբողջ աշխարհին, նույնիսկ Հայաստանին արդեն իսկ օգնություն կդրամադրեն եւ այս առիթով մենք բացատրենք GoFound-H-ը եւ այդ տեղի այդ ջամփով իրենք գտնան իրենց օգնությունը դրամադրել Վենեսուելայի հայության։ Կարող եք նաև նշել, թե այս պահին քանի հայ կա, որ ամբողջությամբ կորցրել է տունը։ Այս պահի դրությամբ միայն 2 հայ կա, որ ամբողջությամբ կորցրած է իր տունը։ Թեպետ արդեն այդ մեկ հային տունը, որ վարձու է, այսինքն իր սեփական տունը չէր, բայց եւ այնպես իր բոլոր իրեղենները, ապրանքները կգտնվեին այդ տան մեջ։ Եվ այսինքն կարող ենք ասել, որ առաջնային օգնությունը հենց նրանց է տրամադրվելու, այո, որպեսզի կարողանան նոր բնակարան գնել կամ վերանորոգել այն, եթե հնարավոր լինի։ Վստահաբար անշուշտ։ Շնորհակալ եմ հարցազրույցի համար, Սրբազան հայր։ Ես եմ շնորհակալ այս առիթի համար, առողջալակ, շնորհակալություն։ Տեսակապով զրուցում է Վենեսուելայի հայ համայնքի հոգևոր առաջնորդ, գերաշնորհ Տեր Պետրոս եպիսկոպոս Մանուելյանի հետ։ Հաջողություն։